Մեր ամբողջ պատմությունը, մեր գրականության պատմությունը վկայում է մի բան, այն տեսլականը գլխավոր, որ եղել է, դա մեր ժողովրդի ցանկությունը մեծ երազանքներ բանակ ունենալ, եւ բարեբախտաբար ծանր օրերով սկզբնավորվեց, պատերազմների գնով սկզբնավորվեց բանակի ծնունդը, բայց նաեւ այդ ծնունդը հաստատեց, որ բանակը մեր ժողովրդի զավակները, որ մի ժամանակ աշխարհազոր էր կոչվում, միասնական ուժերով կարողացան Արցախում վճռական ուժ լինել եւ այսօր Արցախի գոյավիճակը, այսպիսի վիճակը, ազատ վիճակը պայմանավորված է բանակի գոյությամբ։ Ես ձեզ մի հետաքրքիր բան ասեմ, որ մեր ռազմավարական վերանայման գործընթացում կա այսպիսի մի շատ լուրջ վերլուծական աշխատանք, որը կոչվում է սպառնալիքների գնահատում։ Դեռևս առաջի շրջափուլում մեր ռազմավարական վերանայման եւ սպառնալիքների գնահատման, որը որ իրականացվել է 2008-2010 թվականներին, այս կանխատեսումը արվել է, որ հնարավոր է Ադրբեջանում տնտեսական խնդիրներ կապված նավթի գների կտրուկ անկման հետ կապված։ Զինված ուժերում իրականացվում է պլանավորում բոլոր սցենարներով։ Եվ ռազմական գործողությունների վերսկսումը ի սկզբանե արդեն հնարավորությունը արդեն ի սկզբանե հաշվարկված է։ Եվ համապատասխան պլանավորված են մեր համապատասխան գործողությունները։ Ժամանակի առումով, թե կարող է տնտեսական վիճակը նպաստել, թե հակառակը տնտեսական վիճակը կարող է սառեցնել ինչ-որ ժամանակաշրջանում իրենց նկրտումները ռազմական ուղղությամբ լուծելու այս հարցը, զինվորականների համար դա շատ մեծ նշանակություն չի ներկայացնում։ Մենք պատրաստ ենք եւ այսօր, մենք պատրաստ ենք լինելու եւ վաղը, մեր պատրաստության ժամանակաշրջանը շատ կարճ է, որպեսզի արձագանքենք, շատ կարճ է։ Հավանականությունը վերսկսման, իհարկե, եթե այսօրվա ռազմաքաղաքական ռեժիմը զգա, որ դա իր համար փրկություն է, հնարավոր է եւ այդպիսի քայլի գնան, բայց դա մեր պատրաստականության վրա շատ մեծ ազդեցություն չի ունենում։ Ռազմական կարողությունների պատրաստվածության եւ պատրաստականության առումով այսօր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը եւ ընդհանրապես հայկական զինված ուժերը, ես նկատի ունեմ նաեւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը, այդպիսի հաշվարկներ չեն կատարվել, այսինքն կատարվում են, բայց ես դրանք որպես կրակային խոցման հնարավորությունների եւ այլն, բայց մեր հասարակության համար կարելի է ասել, որ եռապատկվել են։ Ընդ որում, ի տարբերություն սրանից մի 10-15 տարվա մենք ունենք հիմա հեռահար ճշգրիտ խոցման միջոցներ։